Հունիսին կլրանա 1 տարին, ինչ Սուրեն Մուրադյանը կալանքի տակ է։ Գլխուղեղի կաթվածի հետևանքով մարմնի մի հատվածն անկառավարելի է, սուր ցավերն էլ դարձել են սովորական։ 42-ամյա տղամարդուն օգնում է խցակիցը։ Աջ կողմս ընդհանրապես ես չեմ զգում։ Համեսունակա, ինչ-որ մի բան էլ տակ ձեռքից մեջ ես չեմ կարող ասեմ, դա ինչ իրա, եթե աչքերս փակեմ, թուլացած վիճակում ամբողջությամբ։ Թե հաց ուտելը կլինի, խցակիցս արդեն ամոթվել արդեն չեմ մանում ինչ անեմ։ Դաժան անձնական կարիքներս արդեն ամանչում եմ։ Մուրադյանը ձերբակալվել է 2024 թվականի ապրիլի 29-ին թմրամիջոցներ ապօրինի իրացնելու եւ շրջանառելու մեղադրանքով։ Սկզբում տնային կալանք է ընտրվել որպես այլընտրանքային խափանման միջոց, հաշվի առնելով առողջական վիճակը։ Ի սկզբանե ես եղել եմ տնային կալանքի տակ բրասլետով, ոչ մի խախտում, ոչ մի ինչ-որ բան չեմ արել, վերաքննիչ որոշում է գալիս, որ ինձ պետքա կալանավորել։ Առանց իմ տեղյակ լինելու թե նիստը եփա լինում այդ վերաքննիչի, փաստաբանը դաշա տեղյակ չի լինում, թե նիստը եղել։ Ուղեկցող գումարտակը գալիս է տանից, որ տանի ինձ, դաշա իրանք են զարմանում, թե քեզ ոնց կանենք տեղափոխենք։ Շուտ զարմացած մնում են տղաները։ Զանգում եմ պրոբացիայի աշխատակիցներին, որ պիտի բրասլետը հանեն։ Պրոբացիայի աշխատակիցները ասում են, Սուրենին չի կարող դուք տեղաշարժեք, քանի որ ինքը չի համապատասխանում իր հիվանդությունը կալանքի հետ։ Ինքնուրույն չի այդ մարդը, մի կողմը չկա։ Շիվանից ասում է, որ եկել են, շիվանից բերեցին ուղղակի կալանքի տակ ու ստես միջև հիմա պահում են։ Կաթվածից հետո աջ ձեռքը միշտ անկանոն շարժվում է, աջ ոտքը դժվարությամբ տեղաշարժվում։ Մեզ հետ զրույցում էլ կալանավորը հաճախ մոռանում էր բառերը։ Վատս գալը 24 ժամ, հենց հիմա էլ որ խոսում արդեն շունչս կտրվում է։ Իշեմիկ ինսուլտը ոնց որ բացատրել են բժիշկները, այսինքն ոնց որ բացատրել են, արդեն ես ինձ վրա եմ զգում, սենց կեսով, հալալ կեսով, ոտքից միջև սենց գլխից կեսը, աջ կողմս ես չեմ զգում։ Ծակսակոցն է, այս անկանոն շարժումներն է, որ լարվում եմ աննկարագրելի է, պիտի տեսնեք։ Ու այդպես 24 ժամ, որ ինքնուրույն չեմ կարող ոչ մի բան անել։ Մուրադյանի խոսքով քրեակատարողական հիմնարկում անգամ վարանել են նման առողջական խնդրով կալանավորի ընդունել, սակայն կառույցն ըստ օրենսդրության դա չէր կարող անել։ Ավելի քան 1 տարվա կալանքի տակ գտնվող Մուրադյանի պարբերաբար սրվող ցավերի դեմ միայն ցավազրկողներ են ներարկում։ Ոչ թե դեղամիջոց չեն տալի, այլ տվյալ բուժելու դեղամիջոցները իրանք թե չունեն, թե պիտի տանեն հիվանդանոց, տարել են, հետազոտել են, ասել են, այս մարդը հիվանդ է, ոնց եք պահում, ինչ եք անում, բայց ըստեղից ոչ մի արձագանք։ Բերում են, հանգստացնող սրսկում են, այս մի քիչ թուլությունը անցնում է, այսինքն ոչ թե թուլությունը անցնում, այլ ծակսակոցը, թե ամբողջությամբ էլի թուլությունը մնում է։ Թեև քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ մտել դատարան, գործով մի քանի դատավոր է փոխվել։ Առողջական խնդրին ծանոթ են եղել դատավորները։ Մուրադյանն ասում է, անհնար է նկատած չլինեին։ Առաջի անգամ մայիսին որ ինձ դատ նշանակեցին, հոկտեմբերյանն էր։ Դա անցած տարի։ Հա։ Ինձ տարան դատավորը adekvat մարդ էր։ Հələ ասեց, այս մարդը ես ոնց տանում կալանքի կարող ես այդամ դատվեմ, ասեց տնային կալանք եւ գրավ։ Հետո արդեն որ վերաքննիչը ինձ հետ է վերում, երկրորդ դատավորը արդեն դատական նիստերի դատավորն է նշանակում։ Մեկ անգամ նիստ արել, ինքն էլ հելա վրթորունքով խոսած, ասեց ոնց կարող ես մարդուն կալանքի տանեն, բայց ասեց ամեն դեպքում հիմա տարել են կալանքի սպասեք գոնե մի քանի նիստ լինի նոր, թե ինչ մի քանի նիստ լինի, ես չեմ կարող հասկանալ։ Դրանից հետո է դատավորն է փոխված։ Սուրեն Մուրադյանի գործն այսօր քննվում է արդեն 3-րդ դատավորը, ապրիլի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Արման Բաբախանյանը։ Այս դատավորը հասցրել է միայն 1 նիստ անցկացնել ապրիլի 21-ին, որն էլ հետաձգվել է հանրային պաշտպանի բացակայությամբ պայմանավորված։ Նոր դատավորի մոտ ձեր խափանման միջոցի առողջության հարցը չի։ Ոչ, ոչ։ Ես բարձրացային վիճակի մասին, դատախազը ներկա էր, դատախազի հետ մի քիչ վրթովունքով խոսացի, ու ի վիճակից ես ելնել, որ չեմ կարող, ի վիճակի չեմ ասում, ես իմ կալանքից խուսափում եմ, հա, բուժեք ես մեզ աշիկով կնստեմ, բայց եթե կարողանաք բուժեք ես անտեր հիվանդությունը։
Մեծ հետ զրույցում կալանավորը նշեց, որ թուղթ է ստացել դատարանից, որտեղ նշվում է, թե իր գործով մայիսի 7-ին նշանակված նիստը մինչև օգոստոս հետաձգվել է։ Սակայն ծանոթությունն ուսումնասիրելու ժամանակ Factor TV-ին պարզ դարձավ, որ այն ոչ թե նիստը հետաձգելու, այլ կալանքը 3 ամսով երկարացնելու մասին որոշում է։ Մուրադյանի համար այս որոշումն անակնկալ էր։ Factor TV-ն փորձեց կապ հաստատել նաև դատավոր Բաբախանյանի հետ, հասկանալու Մուրադյանի առողջական վիճակը հաշվի առնվել է նման որոշում կայացնելիս։ Դատավորի օգնականը մեծ հետ զրույցում տեղեկատվություն տրամադրելու համար ոչ բարեհամբույր տոնով գրավոր հարցում պահանջեց, շեշտելով դատավորը կամ կպատասխանի, կամ ոչ։ Իսկ արդեն բարձրագույն դատական խորհրդի միջոցով Արման Բաբախանյանը կալանքը երկարացնելու մասին այն նույն որոշումն ուղարկեց, որին արդեն ծանոթացել էինք կալանավայրում։ Թեև խափանման միջոցի տեսակի ընտրության իրավաչափության համատեքստում անձի առողջական վիճակի գնահատումը եւս նշանակություն ունի, սակայն սույն դեպքում չկան բավարար հիմքեր ենթադրելու, որ առկա են կալանքի տակ գտնվելուն զուգընթաց մեղադրյալ Մուրադյանի կողմից պատշաճ բուժօգնություն եւ սպասարկում ստանալու հնարավոր խոչընդոտներ։ Ուստի մեղադրյալի առողջական վիճակը մատնանշելը չի կարող դիտարկվել որպես բավարար չափով համոզիչ եւ ծանրակշիռ փաստարկ։ Վերջինիս նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության պայմանների փոփոխությունն արձանագրելու համար։ Factor TV-ն դատավորին տրված հարցն ուղեց նաև գլխավոր դատախազություն, որն իր հերթին խնդրեց գրավոր հարցում ուղարկել։ Մուրադյանը մի քանի անգամ ահազանգել է նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Գրություններ են հապշագրվել գերատեսչություններին, պատասխանատու հայտում կազմակերպվել է մեր գրության արդյունքում իր առողջական խնդիրները պայմանավորված հետազոտություններ, բժշկական խորհրդատվություններ։ Երկու հարց այստեղ կարևոր է, այն ինչ որ իրավիճակով պայմանավորված առողջական խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ բժշկական օգնության հետ կապված հարցեր, որը մեր վարությունում ու շարունակվում է մեր վարություն մնալ, եւ երկրորդ հարցը դա կալանքի հետ համատեղելիության հարցն է, իր առողջական վիճակով պայմանավորված, որը այս պահին պետք է քննարկման առարկա դարձնի դատական համակարգում, հա։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը շեշտում է, գրասենյակը լիազորություն չունի կալանավորի մասով դիմում ներկայացնելու խափանման միջոցի մասին։ Դատական վարույթում է հարցը եւ կալանքի սանկցիոն քննարկելիս պետք է մենք դրա մասին խոսել ենք, փաստաբանին էլ ենք ասել, հարազատներին էլ ենք ասել, իանել է բացատրել, որ դա պետք է քննարկման առարկա դառնա միայն դատարանում, անհամատեղելիության հարցը։ Թեև Սուրեն Մուրադյանի խնդիրները կառավարության որոշման համաձայն չեն դասվում կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրների շարքին, այնուամենայնիվ կալանավորը փաստացի չի կարողանում միայնակ հոգալ իր ամենատարրական կարիքները, իսկ ցավերը գնալով ավելի զգալի են դառնում։